Բարև ձեզ, եւ այսպես, Եվրոպայում տեղի ունեցավ մի իրադարձություն, որ ավելի մեծ նշանակություն ունի, քան կարող էր ունենալ իշխանության փոփոխությունը եվրոպական առանձին վերցված մի պետությունում։ Հունգարիայում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների արդյունքում Վիկտոր Օրբանի քաղաքական ուժը պարտություն կրեց։ Հունգարիան տարիներ շարունակ Եվրամիության կազմում աչքի էր ընկնում իր առանձնացված տարբերվող դիրքով եւ առանձնացված տարբերվող քաղաքականությամբ Ռուսաստանի հանդեպ։ Ինչ վերաբերում է, ապա մեր հիշողության մեջ Օրբանը կմնա որպես Սաֆարովին Ադրբեջանին հանձնած, մեր հակամարտության շրջանում եւ դրանից հետո էլ մշտապես Ադրբեջանի շահերը պաշտպանած, իսկ Եվրամիությունում Հայաստանի նկատմամբ վետոներ կիրառած պետության ղեկավար։ Ինչևէ, Օրբանի տարաշրջանը, որ շարունակվեց գրեթե 16 տարի, արդեն ավարտվեց, այստեղ տեղի ունեցան խորհրդարանական ընտրությունները, իսկ Հայաստանում դեռ նախընտրական ակտիվ փուլ է, ընտրությունները կայանալու են հունիսի 7-ին, հին ու նոր դեմքեր, հին ու նոր ուժեր, հին ու նոր խոստումներ եւ հին ու նոր հարցեր խաղաղության, անվտանգության եւ արտաքին քաղաքական ուղղության մասին։ Այս հարցերի շուրջ ենք զրուցելու առաջիկա 30 րոպեների ընթացքում, սա ազատ զրույցն է Free News-ի եթերում, որտեղ համադրվում են փաստերը, կարծիքները, գնահատականները եւ կանխատեսումները։ Զրուցակիցս Ազգային ժողովի падգամավոր Գեգամ Նազարյանն է։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ամենաթարմը Հունգարիան է, որ այսօր ամենատարբեր արձագանքների է արժանանում, տարբեր մեկնաբանությունների։ Ձեր գնահատմամբ ինչ տեղի ունեցավ Հունգարիայում, այս արդյունքը որքանով է շրջադարձային Հունգարիայի համար եւ Եվրամիության համար ընդհանրապես։ Հունգարիան այսօր ես նայում եմ ու ինձ համար շատ զարմանալի ձևով Հայաստանում քննարկվող թեմա է, գուցե հուզական ինչ-որ պահ կա կապված Գուրգեն Մարգարյանի սպանության հետ, որը տեղի էր ունեցել Հունգարիայում, բայց դա կապել Հունգարիայի հետ ես չեմ կարծում, որ ճիշտ է, որովհետև այդ ՆԱՏՕ-ի շրջանակներում անցկացվող դասընթաց էր եւ այդ հանցագործը մեծ հավանականությամբ իր ոճիրը անելու էր, եթե դասընթացը լիներ Ավստրիայում, Իռլանդիայում կամ Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ Սա իդեպ ուզում եմ ասեմ, որ Հունգարիան այստեղ շատ քիչ կապ ունի եւ հունգարական ընտրություններն էլ չեմ ուզում որևէ մեկին նեղացնել, բայց Հայաստանի համար 0 նշանակություն ունի, այսինքն նույն նշանակությունը ունի Հայաստանի համար, եթե ասենք Անտարկտիդայում մի այսբերգ այսօր փոկվեց, թե չփոկվեց, բացարձակ որևէ նշանակություն չունի, համեմատությունն էլ Հայաստանի հետ ընդհանրապես որևէ համեմատելի չի, կգանք, բայց որ ասում եք եւ ընդհանրապես ինչ վերաբերվում է Եվրամիությունում տակ կլինի, թե սառը կլինի, կրկին մեզ համար էլի որևէ նշանակություն չունի, այնպես որ ես կոչ կանեի, որ մենք այդ Հունգարիայի ընտրություններին այդքան լուրջ չէ, այդպես խորությամբ ու հուզմունքով մեկը ասում է, այ որ Օրբանը պարտվեց, ուրեմն այս կլինի, մեկը ասում է, որ Մադիարը հաղթեց, ուրեմն Հայաստանում էս կլինի, դա ոչ մի կապ չունի Հայաստանի հետ, ոչ մի կապ չունի։ Իսկ այն որ Եվրամիության զարգացման հետ էլ ոչ մի կապ չունի, որևէ կապ չունի։ Դա միայն ազդելու է հունգարացիների վրա, հունգարական կյանքի վրա։ Այն որ Եվրամիության կազմում, ինչպես նշեցի, Հունգարիան տարբերվող դիրք ուներ եւ Եվրամիություն-Ռուսաստան հարաբերությունների վերաբերյալ եւ Ուկրաինայի հարցում մեր մասով էլ նշեցի, որ վետոներ էր կիրառում։ Սա մեզ համար նշանակություն չունի, թե ով է։ Ոչ մի նշանակություն չունի, որովհետև եթե այդ վետոն Հունգարիան չկիրառեր, կիրառելու էր մեկ այլ երկիր։ Վստահ եղեք։ Ուղղակի Հունգարիան ավելի Թուրքիան կգտներ մեկ այլ երկիր, որը Հայաստանի նկատմամբ վետո կկիրառեր, վստահ եղեք։ Այնպես որ Օրբանը մի տեսություն է զարգացնում, որ ես 3 երկրից վտանգ եմ տեսնում Հունգարիայի հանդեպ, դա Ռուսաստանն է, Թուրքիան է եւ Արևմուտքը հավաքական իմաստով, ես փորձում եմ 3-ի հետ էլ ջերմ հարաբերություններ հաստատել, որ իմ երկիրը զերծ պահեմ վտանգներից եւ ցնցումներից։ Ամեն դեպքում ընտրությունը հունգար ժողովրդինն է եւ ես կարծում եմ, որ
Պետեր Մադիարը այս հուզական ալիքի տակ անելու է կտրուկ փոփոխություններ սիրաշահելով Եվրամիության ղեկավարությանը, որի հետևանքները հունգարները շատ շուտով կզգան։ Հիմա Ռուսաստան Եվրամիություն կամ Եվրամիություն-Ռուսաստան հարաբերություններում փոփոխություն է, խաղի կանոնները փոխվելու են։ Ոչ, Հունգարիան, ես ձեզ մի բան ասեմ, ամենայն հարգանքով հունգար ժողովրդի եւ Հունգարիայի նկատմամբ։ Հունգարիան Եվրամիությունում այն դիրքը չունի, որ կարողանա արմատական որոշումների վրա ազդեցություն ունենալ։ Հունգարիան ուղակի Օրբանը, Հունգարիան զերծ էր պահում որոշ ցնցումներից։ Վետոներ էր կիրառում։ Դե ասենք իր հարաբերությունները Ռուսաստանի հետ բոլորովին այլ էին, քան թե Եվրամիության քաղաքականությունն։ Հիմա վետոն մեկ այլ երկիր կիրառի, էլի խնդիր չունի։ Ոչ Թուրքիան, ոչ Ռուսաստանը խնդիր չեն ունենում ինչ-որ կազմակերպությունում գտնել բարեկամ երկիր։ Միշտ կգտնեն։ Հիմա ասում եք այս ընդդիմության առաջնորդը Մադիարը, որ հաղթեց, կտրուկ քայլեր կիրականացնի Եվրամիության ուղղությամբ։ Այո, դե սիրաշահելով ակտիվորեն կմասնակցի Ռուսաստանի դեմ իրականացվող գործողություններին, հսկայական ֆինանսական միջոցներ Հունգարիայից դուրս կգան, կգնան, հետո Հունգարիան կսկսի ընդունել Աֆրիկայից եւ արաբական երկրներից եկող այդ միգրանտներին, դրանից բխող էլի ֆինանսական եւ այլ հետևանքներով եւ հունգար ժողովուրդը արդեն իտալացիների նման Հռոմի մետրոյում շատ զգուշավորությամբ արդեն կերթևեկի, որովհետեւ հասկանալի շատ չբացեն փակագծերը։ Այսօր մենք Հունգարիայում Բուդապեշտի մետրոյում շատ հիանում ենք մաքրությամբ, որ գողություն չկա, երբ որ գիշերը կարող ես Բուդապեշտում հանգիստ շրջել, քայլել ու դու վստահ ես, որ որևէ մեկը չի հարձակվի քո վրա, ինչպես եվրոպական շատ երկրներում, հիմա արդեն շրջանաբար այդ Հունգարիան մենք կկորցնենք։ Իսկ հավասարակշռությունը կփոխվի, հա, Եվրամիության հետ եւ Ռուսաստանի հետ։ Կտրուկ փոխվելու է։ Բայց Մադիարը այլ հայտարարություն է անում, ասում է Հունգարիան հիմա կվերադառնա իհարկե ակտիվ աշխատանքի եւ ՆԱՏՕ-ում եւ Եվրամիությունում, բայց մենք բանակցելու ենք Ռուսաստանի հետ։ Եվ ասում է Ռուսաստանի ներկայացիները Հունգարիայի համար մեծ նշանակություն ունեն։ Լավ է անում, որ բանակցում է, բայց իրեն էլ չեն թողի, որ բանակցի։ Իրավիճակ փոխվելու է։ Իհարկե, Հունգարիան կորցնում է իր անկախության մի չափաբաժին։ Անկախ նրանից հայ ժողովուրդը Օրբանին ինչպես է վերաբերվում։ Եկեք նայենք Հունգարիայի շահերից։ Ինչ է ստանալու Հունգարիան, ոչինչ չի ստանալու։ Եվրամիությունում պրոռուսական ուղղությունը թուլանում է, ակնհայտորեն։ Թուլանա, ինչ։ Դա, գիտեք, դա նշանակում է, որ օվկիանոսում մի խոհարդ մետր ջուր ավելացավ, պակասեց, դա օվկիանոսի վրա ոչ մի ազդեցություն չի ունենում։ Ի վերջո, եկեք անկեղծ լինենք միջև վերջ, Եվրամիության քաղաքականությունը որոշում են Գերմանիան եւ Ֆրանսիան։ Լավ, ասում եք Հայաստանի հետ որևէ ազդեցություն, որևէ կարևորություն։ Ոչ մի կապ չունի, եկեք օրինենք, ասենք լավ ունի, բայց չունի։ Ինչ է, նմանություն էլ չունի, որտեղ ընդդիմության առաջնորդը ոչ նախկին նախագահ է, ոչ Ռուսաստանում բնակվող օլիգարխ է, որը հանկարծ որոշել է կա քաղաքականությամբ զբաղվի, ոչ մի նմանություն չկա, ոչ մի։ Ինչով համեմատենք ու նմանեցնենք։ Համաձայն եք, թե համաձայն չեք, որ ասում են Հունգարիայում Ռուսաստանը պարտվեց։ Ոչ, համաձայն չեմ։ Հունգարիայում պարտվեց Օրբանը։ Ռուսաստանի համար ասում են Ռուսաստանը կորցրեց։ Գիտեք, այսպես ասեմ, շատ ներողություն նման համեմատության համար, երբ որ Հունգարիան Ռուսաստանին օգնում էր Եվրամիության վրա ինչ-որ ճնշումներ գործադրել, հիմա դա կօգնի անել մեկ այլ երկիր եւ կավելանա մեկ ուրիշ երկիր։ Դե Հայաստանի արձագանքներին դուք անդրադարձաք, երկու տարբեր, հա, իրարամեջ կարծես թե արձագանքներ, մի մասն ասում են, որ Ռուսաստանը այնտեղ պարտվեց, որովհետև Հունգարիա-Ռուսաստան հարաբերություններն էին, որ հակասում էին Եվրամիության քաղաքականությանը եւ Ռուսաստանը կորցրեց Հունգարիայում։ Մյուս մասն ասում է, թե Միացյալ Նահանգները կորցրեց, որովհետև J.D. Vance-ն էր, որ աջակցություն էր հայտնում։ Եվ երկուսն էլ ինչ-որ կերպ, ինչ-որ Հիմա փաստորեն Հունգարիան բոլորը պարտվեցին։
Ամերիկանն է պարտվել, Ռուսաստանն է պարտվել, չգիտեմ, Օրբանն է պարտվել, Եվրամիությունն է գուցե Հարավ-Աֆրիկյան Հանրապետությունը, Եվրամիությունը, գիտեք, մեր ժողովուրդը մասը Եվրամիության վերաբերյալ մի քիչ սենց գերադրական աստիճաններով պատկերացում ունի, բայց Եվրամիությունն է այսօր ինքը խնդիրներ ունի Եվրամիության նկատմամբ վերաբերմունքը նույն Գերմանիայում ու Ֆրանսիայում։ Այսպես ասած, հասարակ ժողովուրդը Եվրամիության ոչ բոլոր որոշումներն է հիացմունքով ընդունում եւ քաղաքականությունն էլ Եվրամիության եւ ներքին եւ արտաքին հիացական ընդունելություն չի գտնում ժողովրդի կողմից։ Հիացական ընդունելություն գտնի թե չգտնի, այս արագընթաց փոփոխվող աշխարհում Եվրամիությունը դատապարտված չէ լինելու մեկ կուռ միասնական ուժային կենտրոն։ Մի կառույցում, որտեղ կա Ֆրանսիա եւ Գերմանիա, ինքը չի կարող կուռ լինել։ Ու ինչքան էլ ուզենան կուռ լինել, չէ կարող։ Այսինքն Եվրոպան որպես մեկ միասնական ուժային կենտրոն չի ձևավորվելու։ Ոչ, երբեք անհնար է։ Մեծ Բրիտանիայի դուրս գալն է Եվրամիությունից դրա վառ վկայություններից մեկն է։ Այդ մեկնաբանությունները, հայաստանյան մեկնաբանությունները եւ այս ընտրությունների ազդեցությունը Հայաստանի վրա, Հայաստանի ընտրությունների ընտրական տրամադրությունների վրա, այստեղ ինչ կարող եք ասել։ Ոչ մի բան չասում եմ։ Դե ընդդիմությունն ասում է, տեսեք, այդտեղ փոփոխություն եղավ, եւ փոփոխության հերթը Հայաստանին է, ժողովուրդ տեսեք բան։ Մյուսներն ասում են, տեսեք, այնտեղ եվրոպական արժեքները հաղթեցին եւ այստեղ եւ ասում են եւ Հունգարիայում հաղթեց եւ այն ուժը, որը սատարում է Հայաստանում իշխանությանը եւ առաջին Հիմա ստացվեց, որ հիմա ով է հաղթում։ Ընդդիմությունը ասում է, մենք իբր մեր դիրքերը այդ Հունգարիայի ընտրությունից հետո Հայաստան կուժեղանա, իշխանություններն էլ ասում է, այ այս պատճառով մեր դիրքերը կուժեղան։ Այս դեպքում կարելի է վերցնել Կաբո Վերդեի ընտրությունները, պրոյեկտել Հայաստանի վրա ու ինչ մեկնաբանություն ուզում ես տալ։ Ես անկեղծ ասում եմ մեր հայրենակիցներին, Հունգարիայի ընտրությունները ոչ նմանություն ունեն հայաստանյան ընտրությունների հետ, ոչ էլ ազդելու են Հայաստանի վրա այդ ընտրությունները։ Մի բան էլ ասեմ, ընդդիմությունը ասում է, տեսակ ոնց իշխանությունները Նիկոլ Փաշինյանը խայտարակ եղան, Օրբանի հետ վերականգնեցին դիվանագիտական հարաբերությունները, մի քիչ էլ սպասեին, շատ ներողություն, նախ Հայաստանը Օրբանի հետ չի վերականգնել դիվանագիտական հարաբերությունները, Հունգարիայի հետ հարաբերությունները վերականգնել։ Երկրորդ, հիմա եթե Մադիարը վարչապետ լիներ, վերականգնեին, արդեն վերջ ձեր կարծիքով այդ բանը անցավ, այսինքն Հունգարիան անձնավորված իշխանությունը, Հունգարիան երկիր է, որի որոշումները կայացնում է Հունգարիայի կառավարությունը եւ մեզ համար որևէ նշանակություն չունի, դա Օրբանն է, Մադիարը, թե, չգիտեմ, Լասկո, Կովաչը։ Իսկ ճշմարտ ռեալության հատիկ չկա նրա մեջ, որ Հունգարիայում հաղթեցին այն ուժերը, որոնք Հայաստանում աջակցում են իշխանությանը։ Եվրոպական միություն, արժեքներ եւ այլն։ Շատ ներողություն, ոչ էլի։ Ոչ։ Եվ Մադիարը եւ Օրբանը երկուսն էլ տեսական առումով աջակցում են Հայաստանում ժողովրդավարական ընտրություններին, այսպես ասեմ։ Բայց Եվրոպան չէր աջակցում Օրբանին։ Եվրոպան աջակցում է Եվրոպան չէ, Եվրամիության ղեկավարությունը, բյուրոկրատական ապարատը, այո, Օրբանին չէր սիրում, որովհետև Օրբանը պաշտպանում էր իր երկրի շահերը։ Իսկ Հայաստանում Եվրամիությունը։ Ես եկեք այսպիսի կոչ անեմ։ Եկեք մենք մտածենք Հայաստանի լինելիության մասին, որովհետև կան ուժեր, որոնք շատ ակտիվ այսօր պայքար են մղում, որ Հայաստանը ընդհանրապես զրկվի իր անկախությունից կամ անկախության մեծ չափաբաժնից եւ բացեբաց հայտարարում են, որ մեր հաղթանակի դեպքում, ինչպես անում է ուժեղ Հայաստանը, մենք պետական լեզուն վերացնելու ենք հայերենը եւ լինելու է ռուսերենն ու անգլերենը հայերենի հետ մեկտեղ։ Մենք սահուն ես ասեմ, այդ դա է կարևորը։
որ Հունգարիայում այդպիսի ուժ չկար, որ գալիս էր ասում էր հունգարերենը էլ պետական լեզու չի լինելու, ֆրանսերենն է լինելու հունգարերենի հետ։ Եվ ամենակարևորը նաև ոչ թե ամենակարևորը, կարևորներից մեկն է, որ ուժեղ Հայաստանը չի թաքցնում, որ եթե մենք հավաքենք սահմանադրական մեծամասնություն, մենք փոխելու ենք սահմանադրության այն դրույթներից, որ մեկը, որը մեր անկախության հիմնաքարերից մեկն է, այսինքն, որ Հայաստանի ղեկավար չի կարող լինել օտար երկրի քաղաքացիություն ունեցող ու Հայաստանում մշտապես չապրող մեկը։ Մեր հայրենակիցները ինձ թվում է շատ ճիշտ ընտրություն կանեն ու հեռու կմնան այդ ուժից։ Իսկ Հունգարիայում նման բան չի եղել, եւ Մադիարը եւ Օրբանը Հունգարիայի անկախության կողմնակիցներ են, տարբեր տեսլականներով, բայց երկուսն էլ որևէ այլ երկրի շահ չեն սպասարկել, նույնիսկ Օրբանը Ռուսաստանի շահը չի սպասարկել, ըստ նրա ինքը պաշտպանել է Հունգարիայի ազգային շահերը։ Մենք Հունգարիայից սանուն անցանք արդեն Հայաստանի Հանրապետություն եւ այստեղ կայանալիք խորհրդարանական ընտրություններին եւ այս համատեքստում դուք շոշափեցիք ուժեղ Հայաստան կուսակցությանը, օրերս տեղի ունեցավ հանրահավաքը, որոնք էին հանրահավաքի եւ այդ ուժի առաջնորդի վիդեոուղերձի հիմնական ուղերձները, որոնք դուք արձանագրել եք։ Փոքր դադարից հետո շարունակենք, կվերադառնանք վարքյաններ անց։ Հիշեցնեմ, սա Ազատ զրույցն է Free News-ի եթերում, ես զրուցում եմ ազգային ժողովի պատգամավոր Գեղամ Նազարյանի հետ, մենք խոսում ենք Հունգարիայում արդեն կայացած եւ Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրությունների մասին։ Հունգարիայի հատվածը ավարտեցինք, հիմա արդեն Հայաստան, ամենաթարմ իրադարձությունը ուժեղ Հայաստանի հանրահավաքն էր, ինչ արձանագրումներ ունեք հանրահավաքից եւ առաջնորդի վիդեոուղերձից։ Հանրահավաքը ոչ մի բանով չտարբերվեց անցած տարիներին մարդ բերելով հանրահավաք անելու այդ փորձից, կրկին ավտոբուսներ, կրկին անորոշ դեմքի հայացքով մարդիկ, որոնցից շատերը եւի առաջին անգամ էին Երևանում ու չէին էլ պատկերացնում ինչու են եկել, արձանագրում, որ այդ ուժը, որը թմկահարում է, որ իբր մենք գնում ենք հաղթանակի, պարզվեց, որ Երևանում մի քանի հոգի կողմնակից էլ չունի, որ 1.300.000 անոց Երևանում մի 10,000 հոգի չգտնվեց, երևանցի, որ գնան աջակցեն այդ ուժին։ Այսինքն մենք արձանագրեցինք, որ իրական Հայաստանում ուժեղ Հայաստանը անիրական ուժ է։ Այսինքն այդ փողերը, որ ծախսում են գովազդային արշավներով Facebook-ում, Instagram-ում, YouTube-ում, ինչ-որ պատկեր են ստանում, որ իրենք կան, իրենք շատ են, իրական կյանքում դա փուչիկ է, իրական կյանքում իրենք գոյություն չունեն։ Բայց դա չի նշանակում, որ իրենք ձայներ չունեն, ունեն պոտենցիալ ձայներ, դա այն ձայներն են, այն մարդիկ են լինելու, որոնք ակնկալում են նյութական շահագրգռվածություն, էլի ցավոք սրտի տենց մարդիկ կան, եւ այստեղ իրավապահ համակարգը պետք է շատ ուշադիր լինի, որ այդ process-ը տեղի չունենա, որովհետեւ մարդկա ինքը լուրջ չի վերաբերվում ոչ պետությանը, ոչ իր արժանապատվությանը եւ պատրաստ է փողի դիմաց գնալ քվեարկել, եւ նաեւ մի արձանագրում անեմ, որ էլի շատ տխուր ստացվեց իրենց առաջնորդի ելույթը, որը էլի արհեստական բանականությամբ էր արված, ու այս անգամ իրական չի կարող լինել, իրականում մարդը այդպեսին չի լինում։ Ես իրեն իրականում տեսել եմ, դա այդ դեմքը իրական մարդու հետ որևէ կապ չուներ, ուղղակի մի հնարք էին արել, որ իբր դա իրական է, ռուսական ակցենտով էր խոսում այդ արհեստական բանականությունը, որ իբր մարդիկ հավատան, որ դա ինքն էր խոսում։ Ոչ, իհարկե ոչ, եւ քանի որ դա արհեստական բանականությամբ ձևավորված, գեներացված ելույթ էր, ես այդ ելույթին չեմ անդրադառնա։ Լավ, իսկ թեզերի մասով ինչ կասեք, եթե ֆինանսական շահագրգռվածությունը ընտրողների մասով, հա, թողնենք մի կողմ, թեզերի մասով ինչ կասեք, սրանք իրական եւ ընկալելի են
ասենք ուժեղ գաղափարի շուրջ, ուժեղ տնտեսություն, որը տիպերի ուժեղ դիվանագիտություն, շատ ներողություն, պաշտպանվածություն եւ այլն։ Ես ուզում եմ այսպես հասկանալ, իրանք որ ասում են մենք գալիս ենք ուժեղ, այդ բառը օգտագործում են ուժեղ։ Մի բան հարցնեմ, ասենք իրենց եմ հարցնում, ձեզ չեմ հարցնում։ Ասենք դուք մտածում եք մենք Ռիոմոլում աշխատող ծանոթ չունենք, որ ձեր տնտեսական քաղաքականության մասին պատկերացում կազմենք։ Մենք չգիտենք ինչ սկզբունքով եք դուք Ռիոմոլում տաղավարներ տրամադրում, տեղեր տրամադրում, ում եք տրամադրում, ինչ գնով ու ինչ պայմաններով։ Եթե դա այդ մոդելն ալնելու, որը Հայաստանում կիրառվելու է, Աստված հեռու պահի այդ մոդելից։ Այն որ ասում են մենք բարի ենք 0% հարկ, միջին բա այդ օրինակը ինչի իրանք չեն ծառայել իրենց պատկանող այն տարածքներում եւ այն հյուսային պողոտայի այդ ներքնամ ոնց են ստորգետնյա հատվածում, բա ինչի այդ մարդկանցից վարձ են վերցրել բավական բարձր։ Բա թող 0%-ով տային, ասեն, թող հայկական բիզնեսը ծաղկի, զարգանա, արել են այդպիսի բան, չեն Ռիո մոլում տեղերը վճարով է, չէ՞։ Ձրի չեն տալի, չէ՞։ Դա նրանք էլ են փոքր բիզնեսի ներկայացուցիչ։ Բա թող անվճար տային, հիմա եկել են ինչ ում հաշվին են ուզում։ Այսինքն փուչիկ խոստումներ, փուչիկ արեստացին քաղաքական ուժի պատճառով, որովհետև չի լինում այդպես մարդը մի որոշ ժամանակ առաջ հայտարարում է ես ինքնաբավ մարդ եմ, ինչ քաղաքականություն, ինչ բան, ես բիզնեսով զբաղվող տղա եմ, հետո գալիս ասում է ես ուզում եմ Հայաստանը փրկեմ, ընկեր ումից ես ուզում փրկես Հայաստանը։ Դու նախ փրկելու համար պետքա տեղափոխվեիր Հայաստանում ապրեիր մի քանի տարի, գոնե 5 տարի անընդմեջ Հայաստանում ապրի, մարդկանց ճանաչի, շփվի լայն զանգվածների հետ, տես ինչպես են վերաբերվում։ Եկել մի քանի շուստրի տղերք են գտնվել, գնացել համոզել են, որ Սամվել ջան, ժողովրդի քեզ է սպասում, այս process-ում Սամվելից լիքը փողեր կքաշեն, կհարստանան, մի քանի հոգի չեն բացառում, կարող է նույնիսկ ազգային ժողովում հայտնվի, հետո է Սամվելին ասելու են Սամվել ջան, բան արին էլի կեղծին, մեղծին դրա համար չանցար թե չէ ցավը տանեմ, դու էլի հարգված տղա ես, բան։ Այս է ամբողջ պատմությունը, ու այն հեքիաթները, որ Ռուսաստանը իբր մեկին ուղարկեց, չկա տենց բան, այս ինքնաբուխ գործողություններ են, գործունեություն են, եւ նույնը տեղի է ունեցել Գագիկ Ծառուկյանի հետ, նույնը տեղի է ունեցել Սամվել Կարապետյանի հետ։ Նույնը ասելով ինչ նկատի ունեք։ Երկուսին էլ համոզել են, որ Ռուսաստանից վերևից էլի քեզ ասել են, որ դու պետք է պարտադիր մասնակցես։ Իրականում նման բան չկա, իրականում թարսա։ Մի քանի հոգի գնացել են Ռուսաստան, X կարգի ինչ-որ պաշտոնյայի օգնականի հետ հանդիպում են, ու այսպեսի ինչ ես կարծում, ասենք Ֆյոդոր Նիկոլաևիչ, ճիշտ է, չէ՞ որ Ծառուկյանը մասնակցի ընտրություններին, դե ասում է, ну конечно, да։ Գալիս են ասում են շեֆ ընդեղից ասին դու պետք է մասնակցես։ Իսկ ինչու են ասում, որովհետև Ծառուկյանը իրենց փող է տալու։ Այս 4-5 ամսում մարդիկ կան նոր տներ են առնելու, նոր ավտոմեքենաներ են առնելու։ Հետո էլ ասելու են շեֆ ջան, դե անա կեղծին բանարին, ժողովրդին վախացրին, չեկան։ Դե դուք խոսում եք պայմանական X պաշտոնյայի մասին։ Պաշտոնյաների։ Դուք խոսում եք պայմանական ռուս X պաշտոնյաների մասին, բայց մենք ունենք Ռուսաստանի նախագահի խոսքը Հայաստանի վարչապետի հետ հանդիպման ժամանակ, որտեղ խոսում էր ռուսամետ կուսակցությունների մասին, ըստ էության աջակցություն հայտնելով։ Ուրեմն եկեք նայենք, տեսնենք, որ պատուհանից է Պուտինը նայում Հայաստանին, կամ որ խողովակով է ինֆորմացիա ստանում։ Էլի հետ ուժերը տարբեր 5 ուղղությամբ ասում են մեզ աջակցությունա պետք մի հատ եթե հայտնի Պուտինը մի հատ ասի որ գիտեք ձեզ նեղում են ես չեմ թողի որ նեղի այ մենք արդեն կհաղթենք ցավոք սրտի այսօր Ռուսաստանը այն դիրքում է որ իր ամբողջ ուղղությունը ուշքն ու միտքը այդ ուկրաինական հատվածն է վերլուծել ինֆորմացիան իրենց մոտ ցավոք սրտի նորմալ չի ստացվում,
որովհետև եթե նորմալ ստացվեր, իրենք կհասկանային Հայաստանում այսօր ինչ մթնոլորտ է, գուցե եւ հասկանում են, ուղղակի այդ իրենց գործն է։ Ես վստահ եմ, Ռուսաստանի նման երկրները որևէ խնդիր չունեն աշխատել Հայաստանում ընտրված կամ Հայաստանում գոյություն ունեցող ցանկացած իշխանության հետ։ Նման բան չկա։ Եկեք մենք մի քիչ Ռուսաստանին այլ կերպ նայենք։ Հիմա պատկերացրեք մի X երկիր, անուն չտամ։ Այդ X երկրից անդադար գալիս են իմ մոտ, մյուս падգամավորի մոտ, մյուս ինչ-որ մարդիկ, ասում են մեզ մի քիչ փող տվեք, ձեր երկիրը այնտեղ մենք այնքան ենք սիրում, այ մենք ձեզ աջակցող ուժեր ենք, ուզում ենք այնտեղ իշխանությունը մի քիչ փող տվեք, էլի մի քիչ փող տվեք, մի քիչ օգնեք, անդադար գալիս են։ Մենք այդ երկրի մասին ինչ կմտածենք։ Դե մտածելու ենք դե այսքան եթե եկող կա, ուրեմն ժողովուրդը sense երազում է, որ մեր ազդեցությունը այնտեղ շատ ուժեղ լինի։ Այս է ամբողջ պատմությունը։ Մենք այս 91 թվից սկսած չկարացանք նույնիսկ ավելի վաղ հիշում եք հիմա էլ են Ռուսաստանից սովորացնում են ասում են այ ճիշտ կլինի դու էս անես այ եկեք թարգենք էլի ու Ռուսաստանն էլ եկեք Ռուսաստանի մեղավորությունը կամ ես հիմա Ռուսաստանի փաստաբանը չեմ բայց եկեք մի քիչ էլ այդ երկրին հասկանանք այսքան մարդ այսքան քաղաքական հասարակական գործիչ անդադար գնան Մոսկվա ու ասեն հայ մենք այնտեղ կործանվում ենք դուք պետք է մեզ օգնեք Նիկոլ Փաշինյանը մեզ մորթում է, ուտում է, ուզում է Ռուսաստանի հետ հարաբերությունները խզի, այ իրենք համարձակվում են հապկին քննադատել, մենք չենք քննադատի, կասեն դա դե գնացեք զբաղվեք։ Այսինքն ձեր այս մեկնաբանությունից կարող ենք ենթադրել կամ բխեցնել, որ Հայաստանում կայանալիք ընտրությունները Ռուսաստանի համար այդքան էլ մեծ նշանակություն չունեն։ Ոչ մի նշանակություն չունեն։ Այդ դեպքում ինչու են ոչ միայն նախագահի մակարդակով նորից կրկնվեմ անդրադառնում Ռուսամետ կուսակցությունն, այլև հասել են Հայաստանի ընտրական օրենսգրքում տեղի ունեցած փոփոխություններին, ասում են, այս ինչ փոփոխություններ եք արել։ Դուք եթե իմանաք այդ հայտարարությունները ինչպես են հնչում ու ինչ խողովակներով եւ ինչպես այդ հարցը չեք տա։ Ինչպես։ Որևէ մեկը Ռուսաստանում այդ հայտարարություններին լուրջ չի վերաբերվում։ Իսկ Հայաստանում։ Հայաստանում ուզում են այնպես անեն, որ մենք լուրջ վերաբերվենք։ Ես դες կոչ եմ անում, լուրջ չվերաբերվենք։ Եկեք մեր հարցերը մենք լուծենք։ Իսկ այստեղ պայմանական ասած Ռուսամետ դաշտում ինչ է կատարվում։ Այնինչ կատարվում է մրցակցություն է, անհաշտություն է, թե մրցակցություն է։ Բարիս բուն իմաստով մրցակցություն է։ Ով ավելի շատ տեղ կփոկի խորհրդարանում։ Հետընտրական միավորումներ, եթե հարգելիս, իրենք ինձնից ու ձեզնից լավ գիտեն, որ իրենք մեծամասնություն կազմելու որևէ շանս չունեն։ Դուք գիտեք իրենք իրական ժողովրդի վերաբերմունքը իրենց նկատմամբ չգիտեն, գիտեն։ Այստեղ օգտվում են ինչից այդ ընտրությունների համար սահմանված օրենքից, որ պետք է պարտադիր գոնե երկու ընդդիմադիր ուժ խորհրդանում լինի, գոնե երկու պետք է լինի։ Հիմա կռիվ է գնում, ով ավելի շատ տեղ կունենա, այսքան բան։ Իրար մեջ, եթե ես ձեզ անկեղծ եմ ասում, իրենք դա գիտեն, եւ այս պայքարն էլ իմիտացիա է, իրանք իրոք լուրջ միմյանց դեմ պայքարում են։ Այսինքն, եթե երկու ուժեր հայտարարում են, որ մենք այն երրորդի հետ, կոնկրետ ասենք, ուժեղ Հայաստանը եւ Բարգավաճը հայտարարում են, թե Հայաստան դաշինքի հետ չեն համագործակցելու ոչ մի դեպքում Հայաստան դաշինքը հակադարձում է, թե եթե ոչ մեկը չի կարող իշխանություն ձևավորել եւ եթե անհրաժեշտ լինի մենք պատրաստ ենք համագործակցել, թող նրանք մտածեն, որ որովհետեւ Հայաստան դաշինքը ի տարբերություն այն օլիգարխների դաշինքների ինքը ճանապարհ անցած քաղաքական գործիչներ ու քաղաքական ուժ է լուրջ անկախ նայած կիսում ենք իրենց տեսակետը այս հարցում կամ չենք կիսում դրա համար ընդդիմադիր հայացքներ ունեցող մարդը գնալու է Հայաստան դաշինքին ընտրի ոչ թե այդ արեստացին ուժերին կասկածելի մարդիկ հիշում են չէ օրինակ 15 թվականին 2015 թվականին
ինչ եղավ Գագիկ Ծառուկյանի հետ, ովքեր էին իր կողքին այդ պահին ու ուր անհետացան, հիմա մեկ էլ տերմին են այդ մարդիկ հայտնվել են։ Ծիծաղելի պատմություն։ Բայց հիմա կարծես թե ավելի շատ հարցականի տակ, կասկածի տակ դրվում է ոչ թե մյուս երկուսի, այլ Հայաստանի խորհրդարանում հայտնվելը։ Ոչ, Հայաստան դաշինքը ստանալու է բավական շատ ձայներ, որովհետև իրանք իրական են։ Իրական։ Ես կրկին ասում եմ, անկախ նրանից, մենք ոնց ենք վերաբերվում իրենց այս կամ այն տեսակետին, բայց այդ մարդիկ եւ դաշնակցականները եւ ոչ դաշնակցականները Հայաստանակենտրոն, Հայաստանով անցած մարդիկ են։ Ասենք, եթե Սամվել Կարապետյանը 90-ականների կեսերին այդ պատերազմական դժվար վիճակում գնացել է Հայաստանից, Հայաստան դաշինքի անդամները եղել են Հայաստանում, ապրել են, կռվել են, ստեղծագործել են, չգիտեմ, պայքարել են։ Դրա համար մարդը, եթե տանը նստած ասում է այս կամ այն պատճառով, եթե ես Նիկոլ Փաշինյանին չեմ ընտրելու, ոչ չի գնալու Սամվել Կարապետյանին ընտրի։ Եթե իհարկե ասում եմ նյութական շահագրգռվածություն չի գնալու է իրական ուժին ընտրի։ Տեսնենք ինչ կլինի, այդ երեք ուժերից ով ավելի շատ տեղ կունենա։ Մեկ հարցելու ավարտենք, այս իրավիճակում ելնելով ձեր մեկնաբանություններից հետընտրական սրացումներ, լարվածություններ էլ չեն լինելու, թե ոչ մի սրացում, ոչ մի վատացում, չգիտեմ ինչ։ Հունիսի 7-ին լինելու է իրականում Հայաստանի անկախության հանրաքվեն։ Մարդիկ իրենց քվեարկությամբ պետք է վերահաստատեն այսօր իրենք Հայաստան պետության անկախության կողմնակիցն են, թե ոչ։ Հանգամանքների բերումով, նախախնամությամբ, չգիտեմ ինչ ձևով ասեմ, այսօր Հայաստանի անկախության պաշտպանության դիրքերում հայտնվել է Նիկոլ Փաշինյանը եւ իր առաջնորդած քաղաքական ուժը։ Եվ մարդը, երբ որ պետք է գնա ընտրության ու պարտադիր պետք է գնա ընտրության, ինքը պարտավոր է քվեարկել, ոչ թե պարտավոր է, այլ եթե իրոք ուզում է որ Հայաստանը անկախ լինի, մենք այսպես ասած 40-ամյա անապատով անցնելու փուլը ավարտել ենք։ Հիմա հունիսի 7-ին մեկ անգամ եւս պետք է հաստատենք, որ մենք արժանապատիվ ազգ ենք եւ արժանապատվություն ունեցող ազգ ենք, մենք անկախ ենք լինելու, ջերմ ու լավ հարաբերություններ ենք ունենալու եւ Ռուսաստանի, եւ Իրանի Իսլամական Հանրապետության, եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ, Եվրամիության անդամ երկրների հետ, ես դες ասում եմ Եվրամիության անդամ երկրների հետ, որովհետեւ ես կարևորում եմ Գերմանիայի ու Ֆրանսիայի հետ հարաբերությունները առանձին վերցրած, քան Եվրամիության այդ մարմնի հետ։ Մենք պետք է լավ, նորմալ հարաբերություններ հաստատենք մեր բոլոր հարևանների, այդ թվում Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ։ Եվ եթե ես ասում եմ մենք պետք է նորմալ հարաբերություններ հաստատենք Ադրբեջանի ու Թուրքիայի հետ, դա չի նշանակում, որ ես հայրենասեր չեմ։ Հայրենասիրությունը Թուրքին կամ ադրբեջանցուն հայոյելը չի։ Հայրենասիրությունը քո երկիրը շենացնելը, զարգացնելն ու ուժեղացնելն է։ Ու ես վստահ եմ, որ մարդը այս անգամ չի ասելու, հա դե մեկ Նիկոլա հաղթելու է, ել ես չգնամ քվեարկության, գնամ չգիտեմ ես ինչ գործով, ոչ, ինքը պարտավոր է գնալ եւ քվեարկել, որովհետեւ մեր տղաները, որ կռվեցին, վերահաստատեցին, որ Հայաստանը պետք է անկախ լինի, 44-օրյա տառապանքով իրենք տարբեր տեղերում կանգնած պաշտպանեցին Հայաստան պետությունը։ Մենք էլ դժվար չէ գոնե մի անգամ գնալ եւ քվեարկել։ Ընդ որում, ես նաեւ ասեմ, անպայման, բայց եթե ինչ-ինչ պատճառներով մարդը չի ուզում Նիկոլ Փաշինյանին քվեարկի, շատ բազմաթիվ ուժեր կան, թող գնա քվեարկի նրանցից յուրաքանչյուրին, բայց ոչ Ռուսաստանից եկած հյուրախաղերով այստեղ եկողներին։ Շնորհակալ եմ զրույցի համար, հետևենք իրադարձությունների զարգացումներին։ Հունգարիայում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների արդյունքում Օրբանը պարտվեց նաև այն քաղաքականությունը, որը կարելի ասել համահունչ չէր Եվրոպական միությանը եւ եվրոպական արժեքներին։ Հայաստանում նոր են տեղի ունենալու ընտրություններ, ներքին, արտաքին եւ
արժեքային, թե ինչպեսի ընտրություն կլինի, որոշի ընտրողը հունիսի 7-ին։ Սա ազատ զրույցներ Free News-ի եթերում, ես զրուցում եի ազգային ժողովի պատգամավոր Գեգամ Նազարյանի հետ, շնորհակալություն, որ մեզ հետ եք, լավ մնացեք, կհանդիպենք։